լուսամուտ հնարավոր չէ բացել։ Միշտ այդ խնդրը կա։ PM2.5-ի մակարդակը 77 է, պետք է հենց այս պահին մենք լինենք դիմակով։ Ողջ կյանքի ընթացքում 20 տոննայից ավել աղբ ենք նետում ամեն մեկս։ Գյումրու քաղաքային աղբավայրը լավ օրինակ է, թե ինչպես կարելի է էկոլոգիական աղետի առաջ կանգնեցնել քաղաքի բնակչությանը։ 1950-ական թվականներին ստեղծված այս աղբավայրի շուրջ տարեցտարի ավելացան բնակելի թաղամասերը։ Մեծացավ նաև աղբավայրի տարածքը, այդպիսով բարենպաստ պայմաններ ստեղծելով թունավոր ծխի տարածման մասշտաբների ընդլայնման համար։ Դանդաղ բարձրացող ծուխը միացնում է այս պատմության բոլոր գործող անձանց։ Բնակիչներ, բնապահպաններ, փրկարարներ, համայնքային կառույցներ, թեև նրանց բացատրությունները տարբեր են, բայց մտահոգությունը նույնն է։ Գյումրին ապրում է շրջակա միջավայրի լուրջ վտանգի կողքին։ Ամառ ծմեր նույն պատմություն, ամառը փակ են կշոկ, ծմերը փակ, պատուհանը փակ, մենք տուն այդ օդը կսկանք։ Ծուխը ահավոր է, պատուհանը կփանաս կամ մեր լված փռելու այս տարբերակը շորերը նես կտանես նորից լվալու են։ Երբ որ այստեղ է այրվում, դա ոչ միայն ազդում է Մուշ թաղամասի, Բուլվարային, Շերամ, Արաբի գյուղ, եւ հարակից բնակավայրերի վրա, այլ նաեւ իր ուրույն ազդեցությունն ունի քաղաքի տարբեր հատվածներում։ Շատերը նշում են, որ աղբը հրդեհվում է ոչ միայն ինքնայրումից կամ արևի ճառագայթների ազդեցությամբ, այլ նաեւ ենթադրվում է, որ այրվում է մարդկանց կողմից հատուկ նպատակներով։ Տարվա ընթացքում տարբեր հատվածներ այրման process-ը կամ ուժեղանում է, թուլանում է, դա կարծում եմ կախված է այնտեղ գտնվող այդ մարդկանցից, որոնք որ դրանցից օգտահանում են անում, այսինքն փորձում են այդ աղբը տեսակավորել, իրancs համար օգտակար բաները անել։ Մինչ համայնքային իշխանությունները ճանապարհ էին հարթում, որ հրշեջ տեխնիկան կարողանա հասնել աղբավայր, բնակիչները ամրապնդում էին թունավոր մասնիկների վերաբերյալ գիտական տեղեկությունները։ Երկու մասնիկները իրենց փոքրության պատճառով շատ շուտ ներթափանցում են մարդու օրգանիզմ, հասնում են այրան միջով, հանդիսանալով բազմաթիվ հիվանդությունների հետագա զարգացման պարարտ։ Ինդոլ, կրեզոլ, մեթան եւ ամենավտանգավորը դիոքսիններ եւ ֆուրաններ։ Սրանք այն քիմիական նյութերի մի մասն են, որոնք առաջանում են խառը աղբի այրման ժամանակ։ Կայուն օրգանական աղտոտիչներ, որոնք հողում, օդում, ջրում մնում են հարյուրավոր տարիներ, չեն քայքայվում։ Դրանք եւ շրջանառում են բնության մեջ անցնելով հողին, հողից բույսերի մեջ, բույսերից կենդանիների, մարդու օրգանիզմ եւ մարդը կարելի ասել հանդիսանում է դրանց վերջնական, կրողը, որոշ նյութեր դրանցից, ինչպիսին են դիոքսինները, ֆուրանները, նաեւ ունեն քաղցկեղածին ազդեցություն։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետը այսօր լրատվականի հետ զրույցում ընդգծում է այն հիվանդությունները, որոնք կարող են առաջանալ օդի բարձր աղտոտվածության դեպքում։ Օդի աղտոտվածությունը կարող է առաջացնել շնչառական հիվանդություններ, օդի աղտոտվածությունը կարող է առաջացնել սիրտանոթային համակարգի հիվանդություններ, օդի աղտոտվածությունը, կախված աղտոտվածության աշճանից ու ցուցիչներից կարող է առաջացնել մաշկային խնդիրներ, ալերգիկ, իմունային եւ այլ խնդիրներ։ Աղբավայրում բռնկված հրդեհները մարվում են Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայության կողմից։ Տեխնիկայի պակասի ու բնակիչների ահազանգերի արդյունքում գործին շատ հաճախ մասնակից է դառնում Շիրակի մարզի փրկարար ծառայությունը։ Վերջերս ահազանգերը շատացել են, քանի որ քաղաքային իշխանությունները, տեղական ինքնակառավարման մարմինները իրենց ուժերով չեն կարողանում դիմագրավել մեր քաղաքային Գյումրի քաղաքի քաղաքային աղբանոցի հրդեհին։ Զանգերն եղել են համարյա ամեն օր։ Հրդեհաշիջման ամենաարդյունավետ ձևը ըստ մասնագետի ու ըստ միջազգային փորձի աղբավայրը հողի հաստ շերտով ծածկելն է։ Աղբանոցներում հրդեհաշիջման ամենաարդյունավետ եւ երևի միակ արդյունավետ միջոցը հողի շերտով ծածկելն է, որն ինքնին արդեն հրդեհաշիջման միջոց ձև է, հրդեհաշիջման իրականացնելու ձև է։ Գյումրու քաղաքապետարանը այդ ուղղությամբ օրեր առաջ մեծ մասշտաբի աշխատանքներ իրականացրել, մենք էլ իրենց հետ համատեղ, քանի որ իրենք տեխնել են մեր օգնությանը,
Սակայն սա լուծում չէ, այլ ժամանակավոր հանգստացնող վիրակապ է մի վերքի վրա, որը տարիներով չի բուժվել։ Պետությունը պետք է դրանով զբաղվի, ոչ թե մենք։ Դե անտարբերությունը շատ է։ Պետությունը կանխարգելիչ քաղաքականություն չի վարում, ասում է բնապահպանը։ Մենք շարունակում ենք խնդիրները լուծել ոչ թե ռազմավարական, այլ արձագանքման ճանապարհով։ Աղբահանություն կոչվածը, հա, պետք է մեր մոտ վերջապես մեր գիտակցության մեջ ու թիմի գիտակցության մեջ ոչ թե աղբահանություն կոչվի, այլ կոչվի թափոնների կառավարում։ Գյումրու համայնքապետարանը իր հայտարարություններով չի ժխտում խնդիրը, սակայն փաստում է լուծումը համայնքային մակարդակում ամբողջովին հնարավոր չէ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը դեռևս չունի նոր աղբավայրի կառուցման շուրջ նոր ասելիք։ Ծրագրի ժամկետները հասնում են 2031 թվական, ինչը նշանակում է գյումրեցի ընտանիքները առնվազն եւս 6 տարի ապրելու են նույն օդով, նույն գարշահոտությամբ, նույն վտանգներով։ Կխնդրեմ ուշադրություն դարձնել այդ հարցին։ Փորձը ցույց է տալիս, որ գյումրեցու այս խնդրանքը մշտապես տեղ է գտնում նախընտրական քարոզարշավներում։ Գործուն քայլերը սակայն սուղ հնարավորությունների արձանագրման մասին են։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։